Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, ես էլ երկու բառ ասեմ, քանի որ այս նախագիծը շատ է քննարկվել, դեռ շարունակում է քննարկվել, ըստեյության քննարկվի ու զարմանալիորեն մեր ընդդիմադիր գործընկերները այս նախագծի քննարկման ժամանակ ներկա չեն, որովհետև սա ես համոզված եմ լիագումար նիստերի դահլիճում հետո էլի քննարկման առարկա է դառնալու։ Ես ուզում եմ հիմնական շեշտադրումները ևս մեկ անգամ ընդգծեմ, նախ առաջինը ի սկզբանե նախատեսվում էր, որ գրեթե բոլոր մասնագիտական ծառայությունները պետք է տեղափոխվեն ավելացված արժեքի հարկի դաշտ։ Հետո մենք ասացինք, որ այդ տարբերակից ձեռն պահենք մնում եւ հնարավոր է ուրիշ տարբերակ գործարկենք, այսինքն իրենք մնան շրջանառության հարկի դաշտում, բայց փոխարենը իրենցից ծառայություններ գնող իրավաբանական անձինք չկարողանան ծախսագրել իրենցից ձեռքբերումները, բայց որոշել ենք, որ այս փուլում ընդհանրապես մասնագիտական ծառայություններին ձեռք չենք տալիս եւ իրենք ինչպես աշխատում են, այնպես էլ շարունակելու են աշխատել։ Բացառությամբ մի քանի տեսակների, որոնք պարոն Հովհաննիսյանը նշեց, որովհետեւ այդտեղ բացի հաշվապահական եւ փաստաբանական ծառայություններից որոշ սողանցքներ կարող են լինել, որոնք պետք է օրենքով փակել։ Այս ինչի եմ նշում, որովհետեւ մենք մի քանի օր առաջ ստացել ենք նաեւ հանրագիր եւ այդ հանրագրում, քանի որտեղ նշված էր դասակարգիչները, որոնք են գնալու ավելացված արժեքի հարկի դաշտ, ինչ որ հարցեր էին առաջացնում, ուզում եմ ասել, որ այդ հարցը հիմա ընդհանրապես փակվեց։ Խոսքը վերաբերվել է, վերջում կխնդրեմ պարոն Հովհաննիսյանը մի հատ էլ այդ մասերը եւս մեկ անգամ նշի, մի քանի ծառայությունների տեսակների։ Երկրորդ կարևոր փոփոխությունը փաստաբանական ծառայությունների մասին է։ Կհիշեք, որ փաստաբանական համայնքը ամենաշատ դժգոհողներից էր այս ոլորտի եւ իրենք ակնկալում էին, որ իրենց համար ավելացված արժեքի հարկի դաշտ գնալը հետաձգվի, որպես նաեւ փաստարկ վերում էին, որ իրենք մատուցում են անվճար ծառայություններ, որոնք պիտի հարկվեն, ինչը սխալ է։ Փաստացի այս նախագծով փոփոխությամբ հիմա իրենց 5%-ի չափով անվճար ծառայություններ մատուցելու քվոտա է տրվում։ Հաշվապահների մասով նույնպես քննարկումներ ունեցել ենք, ելի առաջարկ կար, որպեսզի հաշվապահական ծառայություններն էլ ոչ թե հուլիսի 1-ից տեղափոխվեն ավելացած արժեքի հարկի դաշտ, այլ հունվարի 1-ից, բայց այդ առաջարկը երկար քննարկումներից հետո նպատակահարմար չի գտնվել, հատկապես որ եթե խոսքը վերաբերվում է այդ վարչարարության դժվարություններին, հաշվապահների անմիջական գործը հենց առնչվում է հաշվետվություններ կազմելուն, այնպես որ կարծում եմ այդ առումով իրենք պիտի որ մեծ դժվարություններ չունենան։ Այս է ընդհանուրը, եթե հարցեր կա, խնդրեմ պարոն Աղազարյան։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, որ ասում 5%-ը ինչ-որ մեխանիզմներ կա, որ ստուգեք, որ իրապես դա անվճար ծառայություն է մատուցվել, թե մեխանիզմներ չկա, թվում եք, ասենք տնտեսվարողի խեղճին, այսպես կոչված, եւ երկրորդը իրավաբանական ծառայությունների ժամանակ կա գնացուցակ, այդ հասկացողություն կա, թե շուկան է կարգավորում, ասենք չեն կարա չարաշահեն այդ հանգամանքը, իրականում իրենց հաջախորդից վերցնեն մի գումար, բայց պայմանագրում գրեն մեկ այլ գումար, այդտեղ մեխանիզմներ կան ստուգելը։ Տեսականորեն հնարավոր է, պարոն Աղազարյանը, ամեն դեպքում էլ հնարավոր է, դրա համար ենք սահմանափակել այդ 5%-ով, որպեսզի եթե հանկարծ որոշակի ռիսկեր առաջանան, այդ ռիսկերը սահմանափակված լինեն այդ 5%-ի մեջ, բայց բնական է, որ երկու կողմը, երբ որ այդ գործարքին գնում են, այն մյուսը հաշիվ չի ստանում, ծախս չի կարող ծախսագրել, նույն իրավիճակն է, այսինքն փաստաբանական գործունեության դեպքում եւ մնացած այլ դեպքերում, երբ որ երկու կողմը, եւ դրա համար մենք բոլոր ձևերով խթանում ենք այդ փաստաթղթավորումը, որպեսզի մի կողմին առնվազն ձեռք չտա այդպիսի գործարքի գնալ եւ մնացածը արդեն պեկի ոնց որ վարչարարական եւ օպերատիվ տեղեկատվության հսկողության դաշտում է, որը այդ ձևով պետք է կառավարվի։ Ես ճիշտ հասկացա, պարոն Աղազյանի հարցը վերաբերում էր հետեւյալին, ասենք օրինակ, եթե մեկը ջուր է վաճառում, պետական եկամուտների կոմիտեն, ասենք այդ ջրի ինքնարժեքը մոտավոր հասկանալու մեխանիզմ ունի։ Եթե անշարժ գույքա կա կադաստրին արժեք, որի հետ կարան համեմատեն, այս դեպքում փաստաբանական ծառայությունը մի քիչ այդ առումով լղոզված է ու ինքնարժեքը դրա որոշել է, կարող է մի փաստաբան այդ նույն ծառայությունը մատուցի մի գնով, մյուսը երկու անգամ տարբերվող գնով։ Ուղղակի ամբողջ հարցը հետեւյալն է,
եթե փաստաբանական համայնքը կարող է ես սխալվում եմ, բայց դա իմ կարծիքն է, եթե իրանք հակված լինեին այդտեղ եկամուտներ թաքցնել ու այդ իրանց համար ընդունելի մոտեցում լիներ, իրանք այդքան չէին պայքարի ավելացված արժեքի հարկի դաշտ գնալու դեմ ու օրինակ 100,000 դրամի փոխարեն եթե պիտի իրանց ծառայությունը արժենար 120,000 դրամ դառնար պակաս մատչելի, ուղղակի 100,000 դրամի փոխարեն ցույց կտային դրա գինը 60,000 դրամ կամ 70,000 դրամ ու առանց ավելորդ աղմուկի ստվերի միջոցով իրանց հարցերը կլուծեին, բայց ենթադրում եմ, որ դատելով այն դիմադրությունից, որը կար այդ համայնքի կողմից, իրանք չեն ուզում անօրինական դաշտում աշխատել, իսկ եթե արդեն խախտումներ լինեն, պիտի արդեն պետք է իր գործիքակազմով փորձի այդ խախտումները բացահայտել։ Խնդրեմ։ Փաստորեն, պարոն Վանեսյան, ճիշտ եմ հասկանում, պարոն Թունյանը մի քիչ ավելի մեկնաբանեց իմ հարցը, ասենք նույն ծառայության համար մոտավորապես էլի քիչ թե շատ նույն ծառայության համար մի փաստաբանը կարող է պատահի, ասենք, վերցնի 1 միլիոն դրամ, իսկ մի ուրիշ փաստաբան նույն գործերի համար վերցնի 300,000 դրամ, այդպեսի բան կա, հա, ցլվածություն կա։ Ես կարծում եմ, որ բոլոր շուկաներում կան այդպիսի տարբերություններ, որը կախված է որակից, փաստաբանական ծառայությունն էլ իր սպეციფიկաներով հանդերձ, ես այդ շուկայի մասնագետ չեմ, բայց ենթադրում եմ, որ այդպիսի բան կա, եթե գործընկերներս ավելատեղեկություն ունեն, խնդրեմ։ Եթե թույլ կտաք, շնորհակալություն։